Վերադարձանք տաղավար, սիրելի հեռուստադիտողներ, ամեն անգամ ուզում եմ ասել տաղավար, բայց այս բնության գրկում այնպիսի ջերմ մթնոլորտ է չեք էլ պատկերացնի, եթե չգաք Թալին, այո։ Եվ այսօր կստուգ եք դա։ Ինչից էլ խոսենք, ինչի մասին էլ պատմենք, ինչքան էլ զբոսնենք քաղաքում, միևնույն է, օրվա թեմային ենք անդրադառնալու, մասնավորապես ֆեստիվալին, որը այս տարի ամառային ֆեստիվալների ընթացքում առաջին կանգառը հենց Թալինում է, եւ թե ինչպես է համայնքը պատրաստվել, ինչ աշխատանքներ են իրականացվել, ինչ տրամադրություն է նախապատրաստական եղել եւ այսօր բոլոր մանրամասները կիմանանք մեր հյուրից, որովհետեւ մեր տաղավարում է Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ողջույն։ Ողջույն։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Շատ ուրախ ենք օրը ձեզ հետ նույնպես սկսել ու հետաքրքիր է օրինակ երբ որ այս լուրը իմացաք, որ ֆեստիվալը ժամանելու է Թալին։ Ինչպիսին են զգացողությունները, մտավախությունները եւ առասարակ ինչ տեղի ունեցավ ձեզ մոտ։ Տեսեք, զգացողությունը միանշանակ լավ էր, որ ֆեստիվալը կազմակերպվում էր եւ անցկացվելու էր Թալին համայնքում, հենց Թալին քաղաքում, իսկ վախը միանշանակ էս իմ նախնիները, մեր նախնիները սասունցիները եւ մշեցիները մենք վախի մասին չենք ուզում խոսել եւ պատրաստվում ենք մեծ պատասխանատվությամբ եւ կազմակերպում ենք մեծ պատասխանատվությամբ եւ մեծ ուրախությամբ դիմավորեցինք ֆեստիվալը եւ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ բերեցիք ֆեստիվալը Թալին։ Մենք ենք շնորհակալ ջերմ հյուրընկալության համար, որովհետև քիչ առաջ էլ պատմում էինք, թե Թալինի բնակիչները Արագածոտնի մարզի որքան հյուրընկալ են, հյուրասեր ու բաց դռներով սպասում են բոլորին, բայց նախապատրաստական աշխատանքները շատ քիչ է մեր հեռուստադիտողը տեսնում։ Ինչ ընթացք, ինչ ճանապարհ անցան թե բնակիչները, թե տեղի արտադրողները, որոնք պիտի իրենց աշխատանքները ներկայացնեն հանրությանը, թե արդեն այն մարմինները, որոնք զբաղվում են պետական կազմակերպման աշխատանքներով։ Ես շնորհակալ եմ բոլոր մարմիններից, ով որ հեսա աշխատանքի մեջ ներգործություն ունեցավ։ Միանշանակ Թալին խոշորացված համայնքը եւ համայնքապետարանը մեծ դեր է ստանձնել եւ այս աշխատանքները տանում է մեծ պատասխանատվությամբ եւ ասեմ, որ տնտեսվարողները մեր տարածաշրջանի մարզի եւ հենց իմենը Թալինի տեղաբնակ տնտեսվարողները շատ մեծ ողջավորությամբ եւ շատ մեծ հնարավորություն է իրենց ընձեռնել, որ ցուցադրեն իրենց արտադրանքը, իրենց կազմակերպվածությունը, իրենց կեցվածքը ցույց տան Թալինցուն բնորոշ եւ հյուրասիրեն մեր տուրիստներին եւ մեր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։ Իսկ բնակիչների կողմից աշխուժություն նկատվում էր, որ օրինակ լավ է, որ ֆեստիվալը գալիս է մեր մոտ։ Թե սասունցիներին բնորոշ տեղ չգտան։ Տեսեք, հատուկ էր դա ընտրված, դուք լավ գիտեք դրա մասին, հատուկ էր ընտրված, որ ժողովրդավարական երգեր են երգում եւ կազմակերպում Համերգային ծրագրից բացի։ Ծրագիրը վստահ եմ, որ հատուկ է ընտրվել Թալինի։ Ցավոք պետք է նշեմ, որ ֆեստիվալին բնորոշ քաղաքականություն։ Թալինն իր պատմության մեջ նման մեծ շուկով միջոցառում չի ունեցել։ Ցավոք պետք է ասեմ, ունեցել եք Թալինի օրեր ենք նշել, իդեպ այսօր էլ պատական օր չէ, զուգադիպել է Թալինի օրն է եւ առիթից օգտվելով շնորհավորում եմ Թալին քաղաքին եւ Թալինցուն եւ միանշանակ խոսք եմ տվել միշտ իմ պաշտոնավարման ժամանակաշրջանում, հիմա էլ եմ խոսք տալի, որ տարիներ շարունակ դուք ունենալու եք Թալինցին ունենալու է եւ ուրիշ Թալին եւ կազմակերպելու ենք, որ մատով ցույց տալու քաղաք լինի եւ համայնք լինի։ Իսկ նման միջոցառումները արդյոք նպաստում են, որպեսզի նույն Թալինը կամ նույն համայնքը կամ տարածաշրջանը, քաղաքը զբոսաշրջային նոր ուղղություն բացահայտվի։ Եվ եթե այո, ապա զբոսաշրջության առումով ինչ նորություններ ունենք, ինչեր են կարողանում մենք զբոսաշրջիկներին ցույց տալ, զարմացնել։ Տեսեք, միանշանակ Թալինը հարուստ է իր հնադարյան եկեղեցիներով, 5-րդ դար, 7-րդ դար, բազմաթիվ եկեղեցիներ կան։ Մենք անվանակոչել ենք, բոլորս էլ ենք անվանակոչել, մեր գանձերն են դրանք։ Եվ մեր տուրիստները միանշանակ տեսնելու են այս առիթը հանդիսանալու, որ այս ֆեստիվալը, որ տեսնելու են, մեկնելու են եւ բացահայտելու են նոր եկեղեցիներ 5-րդ դարի, մեր տեսարժան վայրերը, գյուղերը, Գառնավիթ, Իրին, Դաշնակ, Դաշտատեմ, Ամրոցը, մեր հետևում գտնված Ամրոցը եւ նաև սա էլ է ընթացք եւ
շնորհակալություն արդեն երրորդ անգամ եմ ձեզ շնորհակալություն հայտնում, սա էլ է շնորհակալության մի բան, որը ձեր տաղավար այսօր տեղափոխվել է Թալինում է իրականացվում եւ հենց ամրոցի կողքը մենք նստած ենք, սա պատմություն ենք կերտում, որ մենք այս խոսակցությունը եւ հարցազրույցը ունենում ենք հենց դաշտադեմում մեր ամրոցի կողքը։ Իսկապես մթնոլորտը շատ յուրահատուկ է, դրա համար չեն կարողանում անդադարացնել տաղավար, բայց ֆեստիվալը ոչ միայն մշակութային է, զբոսաշրջային, այսինքն ոչ միայն տարածաշրջանը բացահայտելու է զբոսաշրջիկների համար իր տեսարժան պատմական վայրերով, այլ նաև տնտեսական կոմպոնենտ ունի եւ ինչպես են տեղի արտադրողները առհասարակ փոքր եւ միջին բիզնեսը, ինչ գործունեություն, ինչպես է նպաստվում նրանց ավելի լավ գործունեությանը Թալինում եւ ինչպես են ներկայանալու այսօր։ Տեսեք, Թալինում որպես այդպիսին մեծ բիզնեսներ շատ չկան։ Այս տարիների ընթացքում կան փոքր բիզնեսներ, թե կարի արտադրամաս, թե զովացուցիչ ըմպելիքների արտադրամաս, թե խելացի անասնագոմեր, թե ինտենսիվ այգիներ, տարբեր թե պաների արտադրամաս, թե ջրերի արտադրամաս, այսօր բոլորը մեր տաղավարներում այդ ամբողջը որ թվարկեցի, բոլորը ներկայանում են իրենց արտադրանքով եւ հենց առիթը դա է հանդիսանում, որ ավելի շատ կտեսնի մեր ժողովուրդը, մեր տուրիստը կտեսնի, թե Թալինում ինչ է արտադրվում եւ միանշանակ կտեսնի ուրիշ Թալին, զարգացած Թալին, պատրաստված Թալին, որ ֆեստիվալին պատրաստ է եւ համահունչ ներկայանալի տեսքով ներկայանում է։ Երիտասարդներից նույնպես խոսենք, Թալինցի երիտասարդները ինքնադրսևորվելու, ինքնազարգացման, բավարար հնարավորություններ արդյոք ունեն եւ այս հարցի շուրջ համայնքը ինչ ծրագրեր է ներկայացնում եւ տրամադրում նաեւ երիտասարդներին։ Տեսեք, երիտասարդների հետ այս անունի մեջ ամիսը 2 անգամ փորձում եմ հանդիպել տարբեր ֆորմատներով, զրուցարանով, թե տաղավարներով, թե մեր գեղատեսիլ վայրերում խարույկի շուրջ նստած եւ նոր 1 տարի առաջ արդեն բացվել է երիտասարդական կենտրոն, ես հաճախակի հանդիպում եմ եւ զրուցում եմ, լսում եմ երիտասարդի ձայնը, թե ինչ է ուզում երիտասարդը եւ աշխատանքի հետ կապված փորձում եմ ով որ գրագետ է եւ լավ է սովորում եւ ավարտում է, վերադառնում է, որպեսզի չվերադառնա աշխատանք փնտրի Երևանում, այլ աշխատանք փնտրի Թալինում։ Ես փորձում եմ օգտակար լինել թե համայնքապետարանում, թե այլ կառույցներ եւ այլն եւ այլն։ Մենք անդադար խոսում ենք այն մասին, որ հիմա Թալինը այլ է, նոր Թալին է, ուրիշ Թալին է եւ ապագայում էլ բնականաբար այս քայլերով էլ ավելի յուրահատուկ ու ներկայանալի կդառնա, բայց ինչպիսին էր տարիներ առաջ եւ ինչպիսին է այսօր։ Ինչն է փոխվել մշակութային առումով հատկապես Թալինում։ Եվ քիչ առաջ ներողություն եմ խնդրում, շատ կարևոր թեմայի անդրադարձակ կապված երիտասարդների, որպեսզի մնան Թալինում, չգնան Երևան կամ մեծ քաղաքներ կամ արտագաղթեն առհասարակ երկրից։ Տեսեք, տարիներ առաջ անկեղծ գտնվեմ, ես իմ ուսանող ժամանակաշրջանում Թալինը շատ գեղեցիկ տեղ է, միշտ եղել եւ հիմա էլ է գեղեցիկ, բայց չի ունեցել որևիցե մի մշակութային, շատ քիչ մշակութային ոլորտը ցածր մակարդակի վրա եղել, զարգվածությունը եւ ընդհանուր կոմունիկացիաները որևիցե մի բան չի եղել, միշտ ինձ ուսանող ժամանակ ասում են շատ վատ տեղն է Թալինը եւ ուսանող ժամանականից ես իմ առաջ նպատակ դրեցի, որ պետքա Թալինը դառնա ուրույն քաղաք, պետքա Թալինի ուսանողը վերադառնա Թալին աշխատանքի եւ Թալինի ուսանողը պետքա հպարտորեն թող ինձ ներեն բոլոր քաղաքների ժողովուրդները, բայց հպարտորեն պետքա իր գլուխը բարձր, պետքա ասի, որ ես Թալինցի եմ եւ Թալինում ունեմ գեղեցիկ Թալին եւ Թալինի ժողովուրդը գեղեցիկ ժողովուրդ է եւ Թալինի ժողովուրդը հպարտ ժողովուրդ է եւ այդպես շարունակ։ Վստահաբար ֆեստիվալին նախապատրաստական աշխատանքները բավականին խիտ աշխատանքային օրեր են իրենցից ենթադրել։ Այսօր ինչ եք ակնկալում ֆեստիվալից եւ որպես համայնքի ղեկավար եւ որպես մասնակից ֆեստիվալին տոնը վայելող մարդ։ Ակնկալում եմ մասնակցությունը, շատ լավ է լինել մասնակցություն, որտեղ դրական ազդակները արդեն լսել եմ մեր բնակավայրերից, տարբեր բնակավայրերից եւ մեծ հպարտորեն մեծ ուրախությամբ նշելու ենք այդ միջոցառումը եւ Թալինը իր պատմության մեջ ունենալու է մի հատ կետ, որ ֆեստիվալը 2026 թվականի հուլիսի 18-ին եղավ Թալինում հենց Թալին քաղաքի օրը։
Հիանալի է։ Բոլորին եւս մեկ անգամ առիթն Կոչ ենք օգտագործելով հրավիրում ենք Թալին այսօր միասին տոնելու ամենավառ փառատոններից մեկը, որը կոչվում է Ֆեստիվալ։ Պարոն Սապյան, 10 տարի հետո Թալինը ինչպիսին կլինի։ 10 տարի հետո մենք տեսեք մենք ունենք զարգացման 5-ամյա ծրագիր ներկայացնում ենք կառավարությանը, ժողովրդին, լսումներ ենք իրականացնում, մեր նպատակների եւ աշխատանքների մեջ ունենք մենք 5 տարի հետո ինչ է լինելու։ Ես միանշանակ պատկերացնելում եւ Թալինցին տեսնում է հողի վրա, որ 5 տարի առաջ ինչ էր Թալինը, հիմա ինչ է Թալինը եւ ինչ է լինելու 5 տարի հետո։ Միանշանակ մենք ունենալու ենք զարգացած քաղաք 21-րդ դարին համահունչ, շատ գեղեցիկ ստրուկտուրաներով զարգացած, բիզնեսով, առևտրի կենտրոններով եւ այլն, որ հիմա Երևանի երիտասարդները գնում են թատրոն, գնում են լողավազան, բայց մենք այդ ամեն ինչը չենք ունեցել Թալինում դեռ, բայց փորձում ենք եւ միանշանակ հաստատ հաջողելու ենք, հաստատ ես վստահում եմ, որ հաջողելու ենք, ունենալու ենք շատ գեղեցիկ Թալին եւ զարգացած Թալին։ Մարզերը շատ չեն, մենք հավատարիմ մնալով մեր քաղաքականությանը, ֆեստիվալյան, տարեկան 3, արդեն չնայած զմերային 4 մարզ այցելում ենք։ Մենք շուտով հանդիպելու ենք։ Մեր մարզերն էլ շատ չեն, քաղաքներն էլ շատ չեն։ Եվ ձեր խոսքերի վառականատեսը հուսանք կլինենք, նաև այն ինչ որ նշեցիք 10 տարի հետո կամ միանշանակ տեսնելու եք։ Մենք էլ գանք կտեսնենք։ Շատ շնորհակալություն։ Ձեզ տոնական տրամադրություն եք շարունակում, իսկ ձեր թույլտվությամբ նաև մենք էլ ենք ուզում շնորհավորել բոլոր թալինցիներին համայնքի, քաղաքի տոնի հետ կապված եւ այո, պատահական չէր ընտրված այսօրը, որ մենք ժամանել ենք հենց ձեր քաղաք։ Շնորհակալություն ձեզ, լավ տոնական օրվա շարունակություն։ Շնորհակալ։ Իսկ դուք մնացեք մեզ հետ։ Շարժվենք առաջ։ Շարժվենք առաջ։